Այժմ նայենք երկորյակների համար։ Ինչ է սպասվում երկորյակներին մայիս ամսվա ընթացքում։ Ընդհանուր տրամադրությունը տեսնենք 4 կարևոր կետեր ինչ կլինի իրենց համար կարևոր մայիս ամսվա ընթացքում։ Այ, ներողություն։ Տրամադրությունը ընդհանուր տեսնում եմ շատ գեղեցիկ, շատ հաճելի։ Սա շունն է, այսինքն ես որքան հասկանում եմ մայիսի 20-21-ից հետո կսկսվեն երկորյակների ծննդյան օրերը, տեսնում եմ ընկերներ, շրջապատված ընկերներով հաճելի ժամանակ եք անցկացնում, սա նաև նվերի կարտն է, տեսնում եմ նվերներ եք ստանում, մի խոսքով շատ հետաքրքիր կլինի մայիս ամիսը, երևի ամբողջ ամիսը չէ, բայց երկորյակների համար կարող եմ ասել շրջապատված եք ընկերներով, հաճելի մարդկանց հետ, ձեզ շրջապատը կլինի բավականին դրական ձեզ համար, դուք էլ լավ ընկեր եք, լավ տրամադրված եք, ժամանակ եք անցկացնում ձեր ընկերների հետ, եւ էլի եմ ասում, ծնունդը որ մայիսին է, որովհետեւ նաեւ հունիսին ունեն երկորյակները ծնունդներ, կստանաք նվերներ, շրջապատված կլինեք ընկերներով։ Տեսնում եմ խոչընդոտ, եւ սա կարող է լինել ինչ-որ խոչընդոտներ աշխատանքում։ Խոչընդոտներ, տեսնենք ինչ տեսակ խոչընդոտներ են աշխատանքում։ Եկեք ես մեզ կարտերով նայեմ։ Տեսնենք ինչ տեսակ խոչընդոտներ են մեզ սպասվում։ Այսինքն երկորյակներին սպասվում մայիս ամսվա ընթացքում։ Տեսնում եմ, այստեղ տեսնում եք դիմակները, տեսնում եմ աշտարակը եւ տեսնում եմ տղամարդ։ Խոչընդոտները կարող է լինել աշխատանքի վայրում, ինչպես արդեն ասեցի, երկերեսանի մարդկանցից խուսափեք, որոնք ձեր առաջխաղացմանը խանգարում են։ Սա կարող է լինել մարդ, որը ունի պաշտոն, այսինքն կարող է լինել կոնկրետ պաշտոնով մարդ, տղամարդ, որը կարող է խանգարել եւ խոչընդոտներ առաջացնել ձեզ համար ձեր աշխատանքի վայրում։ Պետք է փորձեք զգույշ լինել երկերեսանի շողոքորթ մարդկանց հետ։ Ես տեսնում եմ ամեն դեպքում կլինի տարբերակ խուսափելու խնդիրներից, որովհետև տեսնում եմ ստվերում կամուրջի կարտը, ինչը նշանակում է փոփոխություն, այսինքն դուք կարող եք մի կողմից անցնել մյուսը, դուք կկարողանաք այս խոչընդոտներից խուսափել։ Տեսնում եմ լուրջ փոփոխություն։ Տեսնենք ինչ հարցերում է լինում փոփոխություն, կամ ինչ-որ մի բան վերջանում է, սա կարող է լինել վարկ է վերջանում, միշտ չի որ վերջանում է եւ դա վատ է, բացի դրանից ամեն վերջ մեզ բերում է նոր սկիզբ, ինչ-որ բան պետք է վերջանա, որ մեկ ուրիշ բան սկսի, տեսնենք ինչն է վերջանում։ Մայիս ամսին երկորյակների համար։ Ես այստեղ տեսնում եմ բանալի, տեսնում եմ օձ, տեսնում եմ խաչը եւ կին։ Ինչ է այստեղ վերջանում։ Բավականին բարդ կարտ է խաչը, օձը։ Այսպես կարող եմ ասել։ Ճիշտն ասած, այստեղ առանձնապես շատ լավ բաներ չէի տեսնում, բայց բանալին բոլորը իր տեղն է գցում։ Եթե ինչ-որ կին ազգականուհի ունեիք տանը, չեմ կարող ասել ինչ տարիքի, ուներ առողջական խնդիրներ, օձը կարող է լինել առողջ, խաչը կարող է լինել խնդիրներ, բանալին ինձ հուշում է, որ կլուծվի եւ կվերջանան խնդիրները, այսինքն չի խորանա եւ չի բարդանա եւ բանալին կամ բուժումը կգտնվի։ Դա կարող եմ ասել, ես չեմ սիրում առողջության մասին երկար խոսել, բայց այստեղ այդպես եմ տեսնում։ Մարդը միգուցե երկարատև ինչ-որ առողջական խնդիրներ է ունեցել, ես կոնկրետ կին եմ տեսնում, կամ կանացի ինչ-որ խնդիրներ է ունեցել, բանալին ցույց է տալիս եւ սա
ինձ ցույց է տալիս, որ հավանաբար կվերջանա այս խնդիրը, ինչ որ բանալի կգտնվի, եթե բանալին չլիներ, տխուր կլիներ, բայց բանալին ցույց է տալի դրական արդյունք, այսինքն բանալին կգտնվի եւ մարդը կկարողանա այս, ասենք, հիվանդագին վիճակից դուրս գալ, կվերջանան առողջական խնդիրները, կվերջանան։ Հաջորդը տեսնում եմ ամպեր։ Ամպերը տխրություն է։ Տեսնենք ինչի հետ է կապված տխրությունը։ Ինչի հետ է կապված տխրությունը կամ ուղղակի ամպեր են կուտակված։ Տեսնում եմ այստեղ ստվերում տունը, նշանակում է տանկարտը, նշանակում է, որ տանը ինչ որ հարցեր կային, ինչ որ անհանգստություններ կային, բայց տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ արևը, տեսնում եմ ծաղկեփունջը եւ տեսնում եմ խարիսխը։ Եթե տանը, ընտանիքում, չգիտեմ, հարաբերություններում ինչ որ խնդիրներ կային, ինչ որ հարցեր կային, իրականում հարցերը բավականին դրական կլուծվեն եւ մարդիկ կհաշտվեն, ծաղիկները ժամադրության նաեւ կարտն է եւ ամեն ինչ կկայունանա։ Այսինքն այս ամպերը կցրվեն, արևը դուրս կգա, մարդիկ նորից էլի իրար կժպտան, կսիրեն, կհաշտվեն, եթե էլի եմ ասում խնդիրներ կային, չգիտեմ, ամուսիններն են, ծնող երեխա է, քույր եղբայր է, վիճել էին, խնդիրներ ունեին, կհաշտվեն եւ ամեն ինչ կլինի կայուն, ինչպես առաջ է, շատ գեղեցիկ նորմալ հարաբերություններ կունենան նորից։ Ամեն դեպքում աշխատանքում տեսնում եմ, որ խնդիրներ կային, վիճաբանություններ են, սա վեճեր է, վեճեր եւ աշխատանքի հետ է կապված։ Նորից աշխատանքի հետ է կապված, տեսնենք։ Ամեն դեպքում աշխատանքի հարցերը այստեղ բավականին կարծես թե արկա են։ Այ տեսնում եմ տղամարդ, տեսնում եմ արև, տեսնում եմ խաչ եւ տեսնում եմ նամակը։ Ես եթե չեմ սխալվում, մինչև էդ էլ աշխատանքի հետ այդտեղ խոչընդոտներում էլի կարծես տղամարդ էր։ Շատ էսպես տաքայրուն տղամարդ է, տվյալ դեպքում, որտեվ խաչի հետ եմ տեսնում, ես չեմ կարող ասել արևը լավ է, արևը ավելի թեժացնում է, որտեվ խաչով կարող եմ ասել, որ եթե խնդիրներ կան աշխատանքի վայրում, ձեր մեղքով չէ, այս մարդը իսկապես բավականին ծանր բնավորություն ունի, շատ բարդացնում է, միգուցե նաև ոչ միայն ձեր, այլև ընդհանրապես աշխատանքի վայրում շատ դժվար է իր հետ։ Ինչ էլ որ լինում է ձեր մեղքով չէ, պետք է ուղղակի բացատրվել իր հետ։ Հաղորդակցությունը նամակը նաև նշանակում է պետք է խոսել, շփվել, փորձել հասկանալ ինչն է իր խնդիրը, ինչ է ուզում, այսինքն անպայման պետք է այս մարդու հետ նստել դեմ առ դեմ եւ զրուցել եւ փորձել հասկանալ կամ բացատրություն պահանջել, թե ինչն է վերջապես իր խնդիրը, ինչու է այսպիսի խնդիրներ առաջացնում, որովհետև մի հոգուց է գալիս, նաև այս նույն կարտն էր, եթե չեմ սխալվում, մինչև այդ որ նայում էի աշխատանքի հետ խոչընդոտները, նորից էլի նույն մարդն էր, նույն կարտն էր ընկել։ Այո, ինչ որ մեկը այսպես մայիս ամսին ինքը շատ այսպես ինքը վատ վիճակում է, լավ վիճակում չի, եւ ձեր վիճակն էլ է բարդացնում։ Բայց էլի եմ ասում, պետք է փորձեք հետը խոսել, ուրիշ տարբերակ ես այստեղ չեմ։ Ես չեմ տեսնում ինչ-որ մեկը աշխատանքից հեռանում է, ինչ-որ մեկը մեկին հեռացնում է, այդպիսի բաներ չեմ տեսնում, բայց տեսնում եմ, որ խնդիրները կան եւ ձեր վրա շատ էլ ազդում են եւ հավանաբար դուք ուղղակի պետք է փորձեք իր հետ զրուցել։ Մյուս կողմից ես տեսնում եմ, այստեղ ստվերում տեսնում եմ այգին, գեղեցիկ, շատ գեղեցիկ կարտ է տեսնում եք, շատ մայիսին կկարողանաք նաեւ, չգիտեմ, մեկ-մեկ ցվերվել աշխատանքից միգուցե ինչ-որ այս բարկությունից դուրս գալու համար, վեճերը չխորացնելու համար, որովհետև կարող է այդպես ինչ-որ լեզվակռիվ լինել նաև աշխատանքի վայրում, բայց կարողանաք ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ ձևով հաղորդակցվել եւ փորձել այս հարցերը լուծել, ընդհանուր լեզու գտնել մարդու հետ,
Իրականում դուք նաև շատ հաճելի ժամանակ էլ կանցկացնեք, իսկ ինչպես արդեն սկզբից ասեցի, շրջապատված կլինեք ընկերներով, փորձեք թեկուզ այդպես խորհուրդն է կարտելի, մի քիչ ավելի ժամանակ անցկացնեք մարդկանց հետ, ում հետ ձեզ հաճելի է, որտեղ աշխատանքի վայրում ոնց որ տեսնում եմ, այնքան էլ հաճելի մարդիկ չեն շրջապատում ձեզ, մանավանդ մարդ, որը երևի պաշտոնով ձեզնից ավելի բարձր է, թե ուրիշի համար եք աշխատում, իրականում գնացեք հետաքրքիր ժամանցի վայրեր, որպեսզի կարողանաք ցրվել։ Իսկ այս մյուս կարտերում տեսնում եմ ստվերում նավակը, դուք իրականում եթե շփվեք ընկերների հետ ավելի ժամանցի վայրեր գնաք, փորձեք ավելի ակտիվ լինել աշխատանքից դուրս ազատ ժամերին, կկարողանաք խուսափել մեծ խնդիրներից։ Այո, կկարողանաք։ Ուղղակի ոնց որ պետք է փորձեք չխորացնել վեճ։ Եթե ձեզ հետ վիճում է ձեզնից ձեր վերադասը, ձեր շեֆը, չգիտեմ, կամ պաշտոնով մեկը բարձր, փորձեք չվիճել իրենց հետ, այլ խոսել, փորձել բանակցել, լեզու գտնել ինչ-որ ձևով, չխորացնեք, որպեսզի կարողանաք խնդիրներից հեռանալ, որովհետև ես կարծում ինքը բավականին ուժեղ է ձեզնից, նաև եթե պաշտոնով բարձր է, այսինքն ավելի իշխանություն ունի ձեր վրա, եւ դուք ավելի կարող եք բարդացնել, բայց ես տեսնում եմ, որ տարբերակ կա, եթե կարողանաք հետը պարզապես զրուցել, կխուսափեք ավելի մեծ խոչընդոտներից։ Գնացեք հետաքրքիր վայրեր, հարգելի երկորակներ, փորձեք հետաքրքիր ժամանակ անցկացնել մայիսին աշխատանքից դուրս։ Ձեզ լավ ամիս եմ ցանկանում։ Այժմ նայենք խեցգետինների համար։ Ինչ է սպասում խեցգետիններին մայիս ամսվա ընթացքում։ Ընդհանուր տրամադրությունը եւ տեսնենք 4 կարևոր թեմաներ խեցգետինների համար մայիս ամսվա ընթացքում։ Ինչ հետաքրքիր տրամադրություն եմ տեսնում մայիս ամսին խեցգետինների համար։ Տեսա առաջին հերթին ամուսնության կարտն է, բայց ես ինչքան հասկանում եմ, մայիսին ամուսնություններ չեն լինում, հարսանիքներ, այսպես ասեմ, հարսանիք չի լինում։ Ուրեմն կարող ենք ենթադրել, որ այստեղ հարսանիք չի լինելու։ Դե կարող է լինել խնամախոսություն, հարսանիք չլինի, չէ, բայց կարող է լինել խնամախոսություն, կարող է լինել ուղղակի երիտասարդները վերջապես որոշում են, որ իրենք ուզում են ամուսնանալ, երիտասարդը կարող է ամուսնության առաջարկություն անել աղջկան, սկսեն արդեն խոսակցություններ այդ մասին։ Իսկ եթե ոչ ամուսնություն, ապա սա կարող է լինել գործընկերության մասին, երկու հոգու հետ կարող է լինել բիզնես պայմանագիր, կարող է լինել գործարք, պայմանագիր կնքել, այո, սա երկու հոգու մեջ կապի ստեղծումն է, այսպես կարող եմ ասել։ Հետաքրքիր է։ Առաջին կարտը, որ տեսնում եմ, աշխատանքում մի փոքր բարդություններ կլինեն խեցգետինների համար։ Ես այստեղ ստվերում եմ տեսնում եմ մկները եւ էլի կապված է աշխատանքի հետ։ Ինչ որ խնդիրներ ամեն դեպքում աշխատանքի հետ կլինեն, լավ, ես փորձեմ լրացուցիչ կարտերով նայել, ենթադրություններ չանեմ։ Խոչընդոտներ են։ Տեսնենք։ Տեսնում եմ տղամարդ, տեսնում եմ լաբիրինթոսի կարտը, լիլիաները եւ նամակ։ Տղամարդը ճիշտ ասած նշանակում է պաշտոնով անձ, չի նշանակում կոնկրետ տղամարդ, կարող է լինել պաշտոնով անձը նաև կին։ Կարող եք նաև դուք լինել այդ պաշտոնով անձը։ Դուք եք եւ հայտնվել եք այսպես աշխատանքի վայրում խնդիրներ կան, կամ դուք եք պաշտոնով մարդը եւ ինչ որ ձեզ վերադասի այդ խնդիրներ ունեք,
Կամ եթե դուք եք վերադասը, ապա դուք ձեր աշխատողի հետ ունեք խնդիրներ, որովհետև այստեղ հայտնվել եք լաբիրինթոսում։ Այսինքն ինչ որ խնդիրներ են առաջացել, որի պատճառով դուք կանգնած եք այսպես լուրջ խնդրի առաջ։ Եվ պետք է շատ լուրջ, Լիլիաներով կարող եմ ասել, բավականին բարդ եւ լուրջ որոշում պետք է կայացնել։ Բավականին լուրջ որոշում ունեք կայացնելու։ Իսկ նամակը ես տեսնում եմ որպես հաղորդակցվել։ Գիտեք, ես այս բոլոր կարտերից, այսպես եթե բոլորն իրար հետ դնեմ, ինչ տեսակ ինչ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Եվ սա էլ կապված էր մատանու հետ։ Խաչ, ես կարող եմ ասել, որ խոչընդոտներն աշխատանքում այնուհետև կորուստ եմ տեսնում, եթե դուք եք հատկապես գործատերը կամ դուք եք վերադասը, դուք կարող եք հեռացնել աշխատանքից որևէ աշխատողի, որը ձեզ արդեն չի գոհացնում եւ մեկ ուրիշին վերցնել նրա փոխարեն, որովհետեւ ստես հիշում եք, ասում եմ, սա գործընկերություն է, նոր գործարք, նոր գործ եք սկսում ինչ-որ մեկի հետ։ Կարող է այդպես էլ լինել։ Դուք ինչ-որ մեկին հեռացնում եք աշխատանքից եւ նոր աշխատող եք վերցնում նրա փոխարեն, որովհետեւ այս մեկի պատճառով հայտնվել եք լաբիրինթոսում։ Սա բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում ձեզ համար։ Ընդ կարող եմ ասել, որ դուք իրականում այնքան ուրախ չեք, Լիլիաներով կարող եմ ասել տխուր եք, միգուցե վաղուց աշխատում էր մարդը ձեզ համար, միգուցե տարիքով մարդ է նաև, դուք տեսակ ափսոսում եք, տարիքն առել է, բայց վաղուց աշխատել է, բայց ուրիշ տարբերակ չկա եւ դուք ստիպված եք անել ինչ որ պետք է անեք։ Այո, աշխատանքի հետ կապված է, ինչ որ բարդ որոշում պետք է կայացնեք, իրականում ճիշտ որոշում պետք է կայացնեք, բայց միևնույն ժամանակ ձեզ տեսակ տխրեցնում է ձեր իսկ արած որոշումը։ Ես այդպես կարող եմ տեսնել։ Եվ այստեղ տեսնում եք ջիպոտի կարտը, այսինքն սա ինչ որ վեճեր, խոսակցություններ, տհաճ պահեր, այո, ես կարծում եմ, որ ամեն դեպքում որոշումը ճիշտ է, ինչ որ մեկի հետ պետք է հրաժարվեք աշխատելուց։ Մյուս կողմից, եթե ձեզ են նեղացնում, դուք եք աշխատողը, ձեր վերադասն է ձեզ նեղացնում, ձեզ անհանգստացնում, խոչընդոտներ, ձեզ դնում է մի տեսակ, լաբիրինթոսի մեջ, այնպիսի մի վիճակում է ձեզ դնում, վիճաբանություններով կամ աշխատանքի վայրում այնպիսի աշխատանք է տալիս, որ դուք խճճվում եք։ Չնայած աշխատանքը լավն է, տխուր եք, ուզում եք հեռանալ, բայց իրականում դիմում գրեք եւ կհեռանաք։ Երկու տարբերակն էլ ասում եմ, եթե դուք եք հեռանում կամ եթե դուք եք ղեկավարը, դուք եք աշխատողին հեռացնում։ Կարող է դուք ուզենաք, չնայած որ երկար ժամանակ աշխատել եք, մի տեսակ չեք ուզենա աշխատանք թողնել, բայց կարող է ցանկանաք թողնել հեռանալ։ Ես չեմ կարող ասել դուք տխուր եք, որովհետև նույնիսկ եթե դուք որոշեք հեռանալ, այս կարտը ցույց է տալիս եւ ինձ հուշում է, որ դուք առանց աշխատանք երկար չեք մնա, նոր մի աշխատանքի վայր կգտնեք եւ կսկսեք աշխատել ուրիշների համար, որտեղ ձեզ ավելի լավ կվերաբերվեն եւ դուք ձեզ շատ ավելի լավ կզգաք։ Այո, սա էլ գալիս է ապացուցելու, առաջ խաղացում կա ձեզ համար։ Այս կարտը երկու նշանակություն էլ կարող է ունենալ, բայց քանի որ աշխատանքի խնդիրներից ենք խոսում, առաջինը խոսեմ աշխատանքի, անպայման առաջխաղացում կլինի, անպայման։ Եթե դուք հեռացնում եք վատ աշխատողին, իրականում լավ աշխատող ձեռք կբերեք եւ դա ձեր գործը առաջ կտանի, այսինքն ավելի հաջողակ կլինի, կբարգավաճի աշխատանքը, ճիշտ որոշում կլինի։ Իսկ եթե դուք եք փորձում հեռանալ, դուք իրականում կգնաք եւ մեկ ուրիշ տեղ աշխատեք մեկ ուրիշի համար, եւ շատ ավելի հաջողակ կլինի, դուք ձեզ պաշտոն կարող եք բարձրացնել, ոչ մայիս ամսվա ընթացքում, հասկանում եք, ուղղակի առաջխաղացում կարող եք ունենալ հետագայում, այսինքն այդ նոր համագործակցությունը նոր մարդկանց հետ իրականում կլինի շատ պտղաբեր եւ շատ հաջող, դուք աճ կունենաք ժամանակի ընթացքում։ Այս կարտը նաեւ նշանակում է առողջություն եւ ընտանիք, այսինքն եթե մարդուն հեռացնում եք, որովհետեւ վիճում եք, վեճեր կային, ելի եմ ասում, խնդիրներ կային աշխատանքի վայրում, որ դեպքում էլ լինի դուք հեռանում եք, որտեղ ձեզ անհանգստացնում, նեղացնում էին, կամ դուք եք հանում վատ աշխատողին, որովհետև վիճում էիք անընդհատ եւ չէր ենթարկվում, գործը լավ չէր անում, երկու դեպքում էլ առողջության վերականգնում կլինի, ձեր եւ առողջության, եւ գործունեության, ամեն ինչի վրա դա շատ դրական ազդեցություն կունենա։ Այո, ձեր բարկությունն էլ կթեթևանա եւ ձեր առողջական վիճակը կլավանա, դուք շատ ավելի լավ կզգաք եւ կհասկանաք շատ արագ, որ շատ ճիշտ որոշում կայացրեցիք։ Ամեն ինչ կկայունանա, ամեն ինչ։
ես գիտեք, այսպես կարող եմ ասել, մի քիչ տխրություն կլինի, նորից եմ ասում, որտեղ կամ երկար ժամանակ էր աշխատում եք այստեղ եւ շատ մի մարդու պատճառով ուզում եք աշխատանքից հեռանալ, բայց կարող է գործընկեր ունենայիք, որոնց հետ երկար տարիներ աշխատել եք, դա կարող է մի փոքր ձեզ տխրեցնել։ Կամ եթե դուք աշխատողին եք հանում, որը երկար ժամանակ էր աշխատել, կարող է էլի տխուր լինել, մեծացել է, հիշողության խնդիր ունի, պատասխանատու չէ, բայց երկար տարիներ աշխատել է, դուք եք տխրում, որ ստիպված եք նման որոշում կայացնել, բայց ամեն դեպքում այդ կանցնի, շատ արագ կանցնի, որովհետև հաջող է լինելու որոշումը երկու դեպքում էլ, իրականում ամեն ինչ կընկնի իր տեղը, կկայունանա եւ նոր աշխատող կունենաք, ինչպես ասեցի, նոր համագործակցություն կլինի, որն ավելի հաջող կլինի։ Այո, տեսնում եմ, այստեղ նաև խոսակցություն է, շատ հաղորդակցություն, շատ այսպես աշխուժ ամիս կլինի խոսակցությունների իմաստով։ Անդադ ինչ որ, եթե սա նոր աշխատող եք վերցնում կամ դուք եք նոր աշխատանքի գնում, երկու դեպքում էլ հարցազրույցեր կունենաք, զրույց կունենաք, դուք մարդկանց կարող եք մարդկանց հետ զրուցել աշխատող ընտրելու նպատակով, բավականին շատ զրույցներ կլինեն։ Այսպես ասեմ, շատ շատախոս կլինեք։ Նու երևի բոլոր խեցգետիներին սա չի կարող իհարկե վերաբերել, բայց ամեն դեպքում բավականին հաղորդակցությունը շատ կլինի խեցգետիների համար մայիս ամսվա ընթացքում։ Եթե այստեղ սա վերաբերեր նաև, ասենք, զույգի խոսակցության, ապա սիրահարները զրուցում են, որոշումներ են կայացնում իրենց ապագայի, իրենց ապագա ընտանիք կազմելու մասին, անդադ զրուցում են, պլաններ են մշակում, այդ թեմաներով կարող է զրույցները լինել, կամ եթե դուք հեռվում ունեք ազգականներ, բարեկամներ, մայիս ամսին բավականին ակտիվ կլինի շփումը նաև նրանց հետ։ Բավականին ակտիվ ամիս կլինի։ Տեսնեմ ինչ ուրիշ հետաքրքիր բաներ կասեն խեցգետիների համար կարտերը։ Ոնց որ հասկանում եմ, հիմնականում աշխատանքային թեմաներն էին բարդ, որոշ մարդկանց համար, իսկ մյուսների համար անձնական հարցերը կլինեն ապագա ամուսնության, հա, երևի երիտասարդների ամուսնության շուրջ։ Ինչ եմ տեսնում այստեղ, տեսնում եմ աղջիկը, տեսնում եմ Լիլիաները եւ տեսնում եմ Արագիլը։ Այո, այստեղ անպայման կլինեն աղջիկներ, դե հույսով եմ մեկից ավել աղջիկներ, որտեղ շատ գեղեցիկ թեմա է, թող շատ աղջիկների կյանքում լինի այսպիսի փոփոխություն։ Այստեղ տեսնում եմ աղջիկը զրուցում է ընտանիքի մեծերի հետ, եւ աղջիկը տնից դուրս գալու, սա տնից դուրս գալու մասին է կարտը, տեսնում եք, այստեղ նաեւ տեսնում եմ կին, այստեղ մայրն է, հայրն է, զրուցում է եւ փաստորեն նորություն է հայտնում, որ որոշել է ամուսնանալ։ Գեղեցիկ, շատ գեղեցիկ նոտայի վրա էլ թող վերջանա։ Ես հույսով եմ, որ շատ գեղեցիկ զույգեր մայիս ամսին որոշեն եւ ցանկանան ամուսնանալ։